Պարոն Իսագուլյան, դուք հետո կանդրադառնանք այդ հարցին, բայց մեկ հարց, դուք հարցեր չունեիք պարոն Կարապետյանին։ Ասեմ, որ շատ հարցեր կար, ուղղակի չեմ ուզում մտնել ընտանիքներ, իսկապես չուզեցա մտնել ընտանիք, որտեվ եթե հիմա պարզվում է, օրինակ, եթե ես ինչ-որ գիրք կարդամ, օրինակ Կոմս Մոնտե Քրիստոն կարդամ, վերցում ինձ պիտի մեղադրեն, եթե դա էլ պատմեմ բարձրաձայն առավել ևս, ինձ պիտի մեղադրեն սուտ մատնության համար։ Ասեն այդպես մարդ չի եղել, իրան վաբշե չեն տարեի ֆաբրոցում կալանավորել, աբաֆարիա չի եղել։ Հիմա ես կարդացել եմ Փաստ ինֆոյի գրած հաղորդագրությունը, որը գրվել է 6 ամիս առաջ եւ չի երկվել։ Ինձ մեղադրում են, ասում են, չես կարդացել։ Ես կարդացածը, ուրեմն վերարտադրել եմ թերթում գրվածը, ինձ ասում են դու սուտ մա, ասում եմ կարդացել եմ ընկերներ։ Հիմա, եթե Քյարամյանը չի գալի, անձնագրային պետերը ինչի եկան հարցաքննության, ես քաղաքացիության մասին չեմ խոսացել, կանչեցին Հայաստանում ինչքան անձնագրային, ոնց է կոչվում գրասենյակի պետ, բաժնի պետեր կա, հարցաքննում էին, ասում էին քաղաքացիություն ո՞նց են տալի, Իսագուլյանը քաղաքացիության մասին չի խոսացել որևէ մեկի, խոսացել է ապօրինի կեղծ անձնագրերի մասին։ Հիմա, եթե Քյարամյանին չէիք կանչելու, անձնագրայինի պետերին չէիք հրավիրել։ Հիմա ես ապշեցի ուղղակի դատարանի վերաբերմունքից։ Այսինքն ինչ է նշանակում, ինչու պիտի Քյարամյանը արտոնություն ունի, հատուկ դասի ներկայացուցիչ չէ։ Հարցեր կար վարչապետի դիվանագիտական անձնագրի խնդիր, որը մենք պիտի ներկայացնեինք դատարան, Քյարամյանին ասենք սա ով է տվել։ Հիմա պարզվում է 18,000 գաղտնի, այդ անձնագրայինի պետերին հարցրել են, մարդիկ կա, որ գաղտնի իրանց ունենում։ Եթե մարդը 18,000, ես 400 անձնագրի մասն եմ խոսացել, հիմա 18,000 մարդ, նրանց անունը պիտի չէ, հետաքրքիր է գաղտնի որտեղ են քվեարկելու։ Որտեղ են գաղտնի քվեարկելու։ Չէ, մենք 18,000 հաստատ դիվանագիտական աշխատող չունենք։ Կարծեմ 500 հոգի դիվանագիտական անձնական։ Հասկանում 18,000-ը դուք պատկա։ Հիմա բազմաթիվ հարցեր առաջացան, իմ մոտ անձամբ առաջացան, եւ դատարանի հետ կապված, եւ Քյարամյանի հետ կապված, եւ դատախազները ինչու հանկարծ հրաժարվեցին, որ Քյարամյանը գա հարցաքննության։ Ասեն հասկանալի, ասյային ես չգիտեմ ընդհանրապես ինչի էին կանչում, որտեղ ասյան եթե գար կպարզվեր, որ վեր Ադրբեջանի հետ կապը, Ադրբեջանի սպեցնազի հետ եղած կապը, ես չուզեցա այդ կապը ստեղ մեր ընկերներից մեկի հետ տալ ապացուցողականը, չուզեցա մտնել, նույնիսկ եմ կրկնում ընտանիք։ Խնայեցի, չէ, գիտեք, մարդկայինորեն չես ուզում ընտանիք մտնես։ Բայց լավ, եթե դու քո հետ կապված տեղեկատվությունը չես նկատել, բայց տիկնոջդ մասին գրել են բազմաթիվ անգամներ ու բազմաթիվ մամուլի միջոցներ։ Ես կարող եմ ենթադրել, որ օրինակ եթե իմ կինը կապված է ինչ-որ պետության հատուկ ծառայությունների հետ կամ ղեկավարության հետ, ապա այդ ինչ է նշանակում, կարող է որևէ մեկը բացատրել։ Կողակից հետ կապ ունի։ Դրա մասին մամուլը գրում է, դու չես անհանգստանում, չես ասում կնոջդ, հələ մի հատ դատի տուր սրանց։ Ես կարծում եմ անպայման պետք է ասել, այս խնդիրն է առկա։ Այսօր առաջացան բազմաթիվ հարցադրումներ, նոր հարցադրումներ, որոնք կարծում եմ շատ լուրջ պետք է ուսումնասիրել, այդ հարցերը ներկայացնել եւ տեսեք, ասում է չի երկում, որ ինքը դիվանագետների հետ հանդիպում է ունեցել դիվանագիտական կորպուսի։ Մենք գիտենք, որ աշխարհում բոլոր դիվանագիտական կորպուսներում կան հատուկ մարմինների ներկայացուցիչներ։ Հիմա լավ, ինքը ինչ գիտի, որ նրանց հետ ում հետ հանդիպել է, դրանք այդ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները չեն, առաջի քարտուղարի, երկրորդ քարտուղարի, չգիտեմ, բանի անվան տակ։ Ո՞նց է իմացել։ Ուրեմն ինքը գիտի չէ, որ մեկն է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչն է,
Իդեպ խուսափեց այդ պատասխանից, ասաց վերաբերելի հարց չի։ Հա, ես չգիտեմ ինչի վերաբերելի չի, դա էլ չեմ հասկանում էլի։ Իսկ ո՞նց է իմանում։ Գիտեք, ցավալի է, ես ցավ եմ ապրում էլի, որ ժողովրդավար, հա, անկախ, ինքնիշխան, հա, պետության պարագայում կարող են պես բաներ լինել։ Ես նույնիսկ ինչ է, ես ուզում եմ ստուգել։ Հա, չի բացառում, որ Քարամյանի արյունը կապույտ է։ Հա։ Մերն էլ կապույտ։ Բա հայ ենք։ Ես ուղղակի ափսոսում եմ, որ դատարանը այդպես որոշում կայացրել, շատ եմ ափսոսում։ Ես մնացած դրվագները դե պարզ է, չէ։ Հարցազրույց է տալի, մամլո ասուլիս է տալի, ինչ-որ դրվագներ վերցնում են, որոնք նույն մամլի ասուլիսից, տարբեր դրվագներ, եւ այդ դրվագները ասես բերում ստեղ դատարաններում, հա։ Ես չի ուզենա, որ բան տեղի ունենար։ Աստված մեծ է, այս ամեն ինչը դեռ կբացահայտվի եւ շատ հարցերի պատասխաններ դեռ կստանա։ Շնորհակալություն։